Նախ եւ առաջ պետք է նշեմ, որ մեր քաղաքական պայքարը շարունակական է։ Մենք ունենք հիմնական գերնպատակ, այն է ունենալ ուժեղ եւ արժանապատիվ Հայաստան, եւ որևէ մեկը թող չկասկածի, որ մենք մեր վերջնական նպատակին հասնելու ենք։ Ռուբեն Ռուբինյան, այդ նույն քաղաքացիական պայմանագիրն է, որ այս ամբողջ կոկորտը ճղելով ասում էր. պետք է նշաձողը իջեցնել, որպեսզի հայերը կարողանան մնալ Ղարաբաղում։ Ես դեմ եմ այս տեխնատությանը, որովհետև այն հերթական նշաձողի իջեցումն է։ Որպես լրագրող, նախկին լրագրող, ես այս ամբիոնը օգտագործելու եմ պաշտպանելու համար մարդու իրավունքները եւ ժողովրդավարական ազատությունները, որի առանցքային մաս է կազմում խոսքի ազատությունը։ Ես ունեմ ընկեր Ալիկ Ալեքսանյանը, մեր առաջամարտիկ պայքարի ընկերներից։ Ալիկ Ալեքսանյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց եւս 2 ամսով։ Մենք մեր պայքարից չենք ընկրկում։ Տիկնայք եւ պարոնայք, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության ազատության, անկախության, հայրենիքի պաշտպանության բոլոր պատերազմներում, բոլոր մարտական գործողությունների ժամանակ, ինչպես նաև հայրենիքի պաշտպանության բոլոր դրվագներում զոհված զինվորների, գեներալների, սպաների, երկրապահ կամավորականների, աշխարհազորայինների հիշատակի համար 9-րդ գումարման Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում հայտարարվում է լռության րոպե։ Գիտեք, այս 4 տարիների ընթացքում Արցախը հայաթափվել է, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում կա օկուպացիա, գտնվում ենք աշխարհաքաղաքական չափազանց բարդ իրավիճակում, ունենք սոցիալ-տնտեսական մարտահրավերներ, բայց այս ամենը ինչի համար եմ ասում։ Ասում եմ ոչ թե նրա համար, որ մեզանից յուրաքանչյուրը ողբի տրամադրության մեջ լինի, այլ ճիշտ հակառակը, ունենա համոզմունք, որ այս իրավիճակից մենք դուրս ենք գալու։ Այս իրավիճակից դուրս գալու մեր պատկերացումը, մեր տեսլականը, մեր երազանքը մենք ներկայացրել էինք մեր հայրենակիցներին։ Շատ կարճ, դա ուժեղ Հայաստանն է։ Մռավասարեն նման պնդկացիք, մունք մեր հայրենիքում նանք, վեշիմպեն մորացվալ չի ու վեշիմպեն ներվալ չի։ Մեր երկիրը վերջի 8 տարվա ընթացքում անցել է բավական բարդ ժամանակաշրջան։ Մենք տեսել ենք մի քանի պատերազմներ, տեսել ենք հասարակական լարվածություն եւ տեսել ենք նաեւ տնտեսական մեծ ստրեսեր։ Եվ այսօր, երբ մենք մեզ հարցնում ենք, ասում ենք ինչն է այն մոտիվացիան, այն դրական կողմը, որ մեզ ստիպում է նայել առաջ դեպի մեր երազած ուժեղ Հայաստանը, մենք գտնում ենք այդ ուժեղ կողմը մի բանի մեջ։ Առաջին անգամ հազարամյա պատմության մեջ մեր վերջի գրեթե 700 տարվա մեջ հայերն են որոշում իրենց ապագան։ Սա շատ կարևոր բան է, այսինքն այստեղ Հայաստանի քաղաքական միտքն է, հայ ժողովրդի քաղաքական միտքն է։